Մեր հարաբերությունները ներկայում դժվարին փուլ են ապրում, դրանք չեն կարող մեկուսացվել տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացներից։ Սպուտնիկ Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանը նշել է, որ երկու կողմում էլ կա հարաբերությունների կարևորության ըմբռնում։ Ռուսական կողմը միշտ հստակ հայտարարել է՝ մենք հայ ժողովրդին դիտարկում ենք որպես եղբայրական ժողովուրդ, իսկ Հայաստանին որպես միութենական պետություն, նշել է դիվանագետը։ Նա հիշեցրել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալի զգալի անկումը եւ հույս հայտնել, որ երկու կողմում էլ համատեղ կաշխատեն հարաբերությունները պաշտպանելու արտաքին բացասական գործոնների ազդեցությունից։ Արտաշատ համայնքում տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ քաղաքական ժողովը։ Քննարկվել են կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման, ընտրական ռազմավարության, ինչպես նաև կուսակցության 2026 թվականի ընտրությունների նախընտրական շտաբի անելիքների հետ կապված հարցեր։ Կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը եւ կուսակցության նախընտրական շտաբի պետ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես են եկել զեկույցներով եւ պատասխանել քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։ Մամուլում առկա տեղեկությունների համաձայն քաղաքական ժողովից հետո տարեվերջյան խնջույք է տեղի ունենալու։ Ի դեպ, Ադանա ռեստորանային համալիր թիմակիցներից շուտ ժամանել էր Փաշինյանը։ 184 օր անազատության մեջ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի տարեդարձն է այսօր։ Սրբազանը 62-րդ տարեդարձը դիմավորեց Իզմիրլյան բժշկական կենտրոնում, որտեղ օրերս վիրահատվել էր։ Հիվանդանոցի մոտ Սրբազանի շնորհավորելու էին եկել թեմի երիտասարդները, հոգևորականները, քաղաքական հասարակական գործիչներ եւ ուղղակի քաղաքացիներ։ Հավաքվածները տորտ, փուչիկներ էին բերել, շնորհավորեցին, տերունական աղոթ հնչեցրին, ինչին ի պատասխան Միքայել Սրբազանը հիվանդասենյակի պատուհանից ձեռքով ողջունեց եւ օրհնեց հավաքվածներին։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ ընթերցեց Միքայել Սրբազանի նամակը, որում վերջինս շնորհակալություն էր հայտնում իրեն հիշելու, շնորհավորելու համար։ Թեմի հոգևորականներն էլ հույս հայտնեցին, որ հաջորդ տարեդարձը Սրբազանի հետ միասին կդիմավորեն։ Դե բոլորի սրտում թախիծ կա միանշանակ։ Անգամ տոնախմբության ընթացքում բոլորի սրտում թախիծ կա եւ բոլորի սրտում աղոթք կա։ Բայց մեր Սրբազանը շատ ուժեղ է եւ քանի որ Սրբազանը ուժեղ է, մենք երբեք թույլություն չենք ուզում ցույց տանք, այլ ուժեղ ձևով դիմակայում ենք այս փորձությանը, միշտ հիշելով Սրբազանի խոսքը, որ ասում է փորձությունները պետք է հանդարտությամբ, խաղաղությամբ դիմավորեք եւ ճանապարհեք։ Եվ մենք էլ իր հետ միասին, իր օրինակով փորձում ենք այդպես դիմավորենք եւ ճանապարհենք բոլոր փորձությունները։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է վաղը Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի Սուրբ եւ անմահ պատարագի։ Նա շեշտել է, որ ակնկալում է պատարագին չի հնչի կաթողիկոսի անունը։ Պատարագի կանոնականությունը խախտող Փաշինյանը այս անգամ ավելի հեռու է գնացել եւ հայտարարել, որ ողջունում է այն քաղաքացիներին, որոնք եւս կպահանջեն, որ պատարագին զեղչվի կաթողիկոսի անունը։ Դեկտեմբերի 28-ին, այսինքն վաղը, Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Սուրբ եւ անմահ պատարագի։ Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիչ Ներսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ նախկինում բերված հիմնավորումներով եւ պատճառներով։ Իդեպ կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում, եւ հնչում է Կտրիչ Ներսյանի անունը, իրենք ցանկություն ունեն իրենց բողոքը արտահայտել հենց այդ պահին, արդյոք նման բան կարելի է եւ թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է եւ թույլատրելի է, որովհետեւ դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարել են որպես վեհ եւ որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ եւ չեն կատարել դա, չեն կատարում դա եւ չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ, մենք հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցու հետևորդներս պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը եւ ի վերջո այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք։ Իսկ վաղը ես, ինչպես ասացի, Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Սուրբ եւ անմահ պատարագի։
Փաշինյանի այս հայտարարությանը անմիջապես արձագանքել են իրավաբանները, շեշտելով, որ քրեական օրենսգրքի համաձայն հանցագործությունը կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտել է։ Մասնավորապես փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրել է. Այսօրվա տեսաուղերձում վարչապետը արտոնել, թույլատրել եւ խրախուսել է իր համախոհներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել պատարակների ընթացքում վեհափառ Հայրապետի անունը հնչեցնելից։ Քրեական օրենսգրքի համաձայն դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարել, համոզելու կամ այլ եղանակով։ Վարչապետը հորդորել, ենթադրաբար դրդել է մի խումբ անձանց կրոնական ծեսի անմահ եւ սուրբ պատարակի ընթացքում վեհափառ Հայրապետի անվան հիշատակման ժամանակ խոչընդոտել պատարակը։ Իդեպ այն քաղաքացիներն էլ, որոնք հակառակն են պահանջում հնչեցնել կաթողիկոսի անունը պատարակի ընթացքում, ուժայինները բիրտ ուժ կիրառելով հեռացնում են եկեղեցու տարածքից։ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Բահման Բեհմարթը խորհրդարանում Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների եւ քրիստոնյա զորակոչիկների հետ հանդիպմանը հայտարարել է, որ բոլոր իրանցիները անկախ կրոնից եւ համոզմունքներից պարտավոր են ողջ ուժերով պաշտպանել երկիրը։ Հանդիպման ժամանակ հրամանատարը ընդգծել է Իրանում կրոնների միջև ազգային միասնությունն ու համերաշխությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։ Նա լրագրողներին ասել է, որ բանակցություններին Ուկրաինան կներկայացնի եւս 5 մարտ։ Զելենսկու խոսքով Թրամփի հետ հանդիպմանը մասնակցելու համար ուկրաինական բանակցային թիմի կազմում են ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը, էկոնոմիկայի նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցման պայմանավորված դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եւ առավոտյան հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց-Ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում առատ։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաեւ քամուշ գնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-ից 30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եւ առավոտյան սպասվում է ձյուն։